քանի անգամ ասել եմ, բայց չեմ հոգնի հիշեցնել։ Այդ հաղթանակած նախագահների հաղթանակի հետևանքը եւ արդյունքը Հայաստանի համար ո՞րն է ժողովուրդ։ 94 թվականին հրադադարից հետո այդ հաղթանակից հետո պետք է հաղթական պտուղներ լինեին, չէ՞։ Որոնք էին հաղթական պտուղները։ 96 թվականի կեղծված ընտրությունները, որը որ դրվեց Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի կամքը բռնաբարելու բանը, ինքնակատարելագործվող ինստիտուտը, որը որ Ռոբերտ Քոչանյանը ու Սերժ Սարգսյանն էլ կատարելագործեցին ավելի ու ավելի։ Դա է հաղթանակը։ Բաններ գողապետության արմատավորումներ հաղթանակածը, որ էլի հիմք դրվեց ձեր սիրելի նախագահների կողմից։ Գույք պարկի դիմացներ հաղթանակածը, քաղաքական սպանություններն էին հաղթանակածը։ 3 նախագահների օրով Հայաստանից անվերադարձ ավելի քան 1 միլիոն մարդու հեռանալն հաղթանակը, սա է ձեր հաղթանակը։ Մարդկանց թույլ չեն տալիս կատարել ընտրություն, գողանում են նրանց ընտրության իրավունքը, որի արդյունքում մարդիկ փողում են, պահանդղտանում են սեփական երկրից, գնում են իրենց երեխաների եւ ընտանիքների հետ, դա հաղթանակը։ Ո՞նց է դա հաղթանակ։